Այս երկու գլխանի 6 սոտանի հորթուկը երկսեռ է, ծնվելուց հետո այն ապրել է ընդամենը մի քանի րոպե։ Մասնագետները վստահեցնում են, որ նրան փրկելն ուղղակի անհնարին էր։ Գենային մուտացիաներն են, կան գենետիկական շատ խախտումներ եւ ոչ լիարժեք գեներ։ Պարզվում է 3 օր առաջ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ծնված հորթուկի ծնողները մերձավոր ազգականներ են։ Միևնույն ճուլը չեմնավորում է եւ իր աղջկան, եւ իր քրոջը, եւ իր մորը, եւ ուրիշին։ Ստացվում է մոտ ազգակցական բուծում, կենսունակությունը բագասում է եւ ստացվում է այսպիսի հրեշավորումներ, անոմալիաներ։ Հորթուկը լույս աշխարհ է եկել կեսարյան վիրահատման ճանապարհով։ Մայրկովի կյանքը փրկել է Բժիշկ Խոցանյանը։ Նրա համար երկգլխանի հորթուկը մարդաբանական ուսումնասիրությունների համար հրաշալի տարբերակ է։ Ինչպես մարդու, այնպես էլ խոշոր եղջերավոր եւ այլ կենդանիների ներարգանդային զարգացումը նույն օրինաչափությամբ է անցնում։ Ցուլերի պակասը լրացնելու եւ նման անոմալիաներից խուսափելու համար մասնագետները առաջարկում են արհեստական սերմնավորման ուղին։ Նման իրավիճակում սա միակ ձևն է անասնապահությունը զարգացնելու համար։ Սա մեր ամենակարճ ճանապարհն է հանրապետությունում ստեղծելու կաթի, մսի արտադրության եւ ինքնապահովման խնդիրը։ Երկգլխանի երկսեռ եւ երկու պոչանի հորթուկը իբրև ցուցանմուշ կպահպանվի համալսարանի թանգարանում։ Նարինե Իրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPFEP